Փար, փարուշ, Փարանձեմ, Ցիտուծիցեր ջուհի վրա վարերազով կննջան ուրիները նազածածան տերևները կխշան Ցիտուծիցեր ջուհի վրա վարերազով կննջան վարերազով կննջան ապրես, փար, գիտես բան եմ մտածել։ Ինչ? Արի այս տարի այցելենք Գալայ հեռուստաընկերության մեր ավագ ընկերներին ու տեսնենք թե ինչպես են պատրաստվում ամանորին։ Կարելի է գիտես։ Շատ հետաքրքիր կլինի, կարծում եմ, որովհետև ամսի 1-ից 3-ը բոլորն էլ այցելում են։ Խառը վիճակում նրանք կարծում եմ պատկերացնում եմ թե ինչ կլինի։ Բայց հիմա արդեն ուշ է, արի վաղ առավոտյան գնանք։ Ճիշտ չի լինի ավելի։ Լավ, համաձայն եմ, դե շարունակիր նվագել։ Համաձայն։ Աստղերն են շփում լուսեղեն երազով աղաղ դաշտերը մութն է համբուրում աստղերն են շփում լուսեղեն Կապույտ էկրանից այն կողմ ամեն ինչ այլ է թվում։ Իսկ թե ինչպիսին են հենց նույն մարդիկ կենցաղում եւ ինչպես են պատրաստվում ամաներին կտեսնենք հենց հիմա։ Շատ ուրախ եմ, որ հյուրընկալվել եք մեր տանը եւ ինձ օգնում եք այս տոնածառի զարդարման այս հաճելի գործը կատարենք միասին։ Տոնածառի զարդարելուն կխորհրդանշում է հարստություն, ճոխություն, երջանկություն։ Իսկ ինչով է ամանորը կարևորվում ձեզ համար։ Ունեմ մեծ ակնկալիքներ հաջողությունների համար։ Մի մասը կատարվում է, մյուս մասը չի կատարվում, բայց ամեն տարի մի լավ բան է սպասում եմ, մի լավ առաջընթացի եւ հետո ասում են թե տոնածառը զարդարելու վարքյանին, երբ որ ամեն մի խաղալիք արդեն տեղադրում ես տոնածառի վրա, պետք է մի լավ նպատակ պետք է ունենաս եւ այդ նպատակները ես ամեն անգամ պահում եմ ամեն մի խաղալիքի հետ եւ ասեմ, որ իմ տոնածառի խաղալիքների հետ ես ունեմ նաեւ մանկությունից մեծ հուշեր, որովհետև կան խաղալիքներ, որ արդեն բավականին տարիք ունեն, կարող է տարիքը մարդու համաշակ երիտասարդ դեռնի, բայց խաղալիքի համար ենք արդեն բավականին պատկառելի տարիք է, այօնակ ես խաղալիքը իմ տարիքին է, ու 31 տարեկան է, իսկ այս խաղալիքը, այսա, իմ քրոջ հասակին է։ Ամսի 25-ին երեկոյան ժամը 4-ից 3-ից հետո, երբ որ ընտանիքը հավաքվում էր, դուքս միշտ իջնում ենք նկուղային հարկ, այնտեղ էր դրված մեր տոնածառը եւ տոնածառը ամբողջությամբ բերում ենք տուն։ Ամեն անգամ չկան որ ես ինքս եմ զարդարում տոնածառը, միշտ հիշում եմ այդ պահը, միշտ ինձ համար լավ բարի հուշեր էին իրանք, որովհետև սրտի մեծ թրթռով էի սպասում, որ Սարտորիկին ես արդեն միջոցառումների տարել եմ, ծմեր պատիկել է տեսել, Ջունանուշել է տեսել, ես իր այդ մեկտեղ ուրախացել եմ։ Ահա եւ թագուհիս ժամանեց, ինքը մեր ընտանիքի գեղեցկուհին է, թագուհին է։ Ջան, ինչ եղեց հա վտան։ Հա պոպով հաջորդ տվեր ջրը։ Սա վերջ։ Այ այնտեղ շատ էս կախեց հա վտանը։ Հələ գնա բաժանեք խաղալիքները ողջ ճյուղերի վրա։ Բոլորի վրա, այդտեղ դու շատ խիտ ես անցել, այ սխալ ես անցել։ Ինչ կպատմեք ձեր ընտանիքի փոփոխությունների տարեց տարի ինչ են տեղի ունենում։ Ամեն տարի նոր տարվա գիշերը միշտ մենք ընտանիքով մեկ-մեկում մաղթում ենք շատանակ եւ չպակասենք։ Դա մեր ամանորյա գիշեր, բակ արկախոսն է։ Հա, ցավոք շատանակ եւ չպակսենք, երևի թե երբ որ դա ասում ես ի սրտե։ Իրոք այդպես է։ Ծնվեց։ Հետո շատ ենք ուզում, որ ունենանք շատ սիրուն աղջիկ, հիմա ունենք աղջիկ։ Ինքը արդեն կես տարեկան է, պես տեսնում եք պապայի հետ մեկտեղ խոսում է ու տալիս է հարցազրույց։ Այդ էլ տար ու վերջ, արդեն վերջացավ։
Ինչ կմաղթեք բոլոր ձեր հեռուստադիտողներին այս անգամ արդեն ձեր տանից։ Ամենակարևորը մեր բանակին կմաղթեմ հաջողություններ, մեծ հաջողություններ։ Մենք որոշեցինք, որպեսզի այցելենք ձեզ եւ տեսնենք, թե ինչպես եք պատրաստվում դիմավորել ամանորը ու մի փոքր կպատմեք, թե ինչպես եք պատրաստվում եւ հիմա ինչ եք անում։ Ասեմ, որ հեռուստատեսության աշխատողի համար մի քիչ դժվար է հայ ավանդական ընտանիքներում սովորաբար նոր տարվան պատրաստվում են դեկտեմբերի սկզբից, մենք չենք հասնում, քանի որ աշխատանքի մեջ ենք ու շատ զբաղված ենք, վերջին օրերին է հիմնականում ու դա ավելի է բարդացնում մեր աշխատանքը, քանի որ բացի նրանից, որ հեռուստաընկերությունում ես աշխատում, տանը նաև պետք է տնային տնտեսուհի լինես, ամեն ինչ հասցնես, թխված եւ այլն, այնինչ պարտադիր է բոլոր ընտանիքների համար։ Մենք էլ բնականաբար ինչպես բոլոր ընտանիքներում պատրաստվում ենք, ճիշտ այնպես, ինչպես հայկական բոլոր ընտանիքներում է, այսինքն եւ ուտեստների տեսանկյունից եւ պատրաստության տեսանկյունից ամեն ինչ նույնն է գրեթե։ Մենք փորձում ենք ամանորին անպայման տանն ունենալ խաշ եւ ոչ միայն խաշ, այլ նաեւ պաներ խաշ, որը հիմա պատրաստում ենք։ Այո, որը հիմա պատրաստում ենք, սիրում ենք բոլորս, մեր ընտանիքի անդամները սիրում են։ Մեր ընտանիքում այս տարի Անոս թարգմանել ես։ Չէ, կթարգմանեմ կուղարկեմ։ Այսպես է ասնում մեր առօրյան։ Անգամ տանը լրատվական ամեն ինչ։ Տանը անընդհատ զանգեր, օրվա հերթապահները համակարգում են, աշխատում են նաև, անընդհատ զանգում են, ճշտում են, ինչ է արված, ինչ չի արված, ինչ թերություններ կան եւ այլն եւ այլն։ Գլխավոր ձեռքբերումը երևի այն է, որ մենք հիմա ապրում ենք նոր բնակարանում եւ առաջին նոր տարին է, որն անցկացնելու ենք այստեղ։ Իհարկե այդ առումով սա շատ նշանակալի տարի է մեզ համար։ Մինչ իրենք զբաղված են խոհարական գործերով, ես եկա այստեղ, որպեսզի տեսնեմ, թե ինչ է անում համբարձումը։ Մասնագիտությամբ արհեստավոր չեմ, բայց դե արհեստավորի տղա եմ, էլի։ Քանի որ ամեն օր աշխատանքի ենք, մենք էլ նոր ենք տեղափոխվել այս բնակարան։ Ազատ ժամերից փորձում եմ մի քիչ օգտագործեմ, էլի ժամանակս։ Իսկ ինչ զգացողություն ունեք նոր տանը նոր տարին դիմավորել։ Այ շատ հաճելի է։ Այս տարվանից սպասում եմ իմ ամենամեծ նվերին։ Ես այս տարվա մեջ զավակ եմ ունենալու։ Մի փոքր խոսենք ձեր մանկությունից։ Ձեր պապիկին երբևէ նամակ գրել եք։ Երբեք չեմ գրել, բայց ամբողջ կյանքս սպասել եմ ծմեր պապի, որ ինձ համար մի լավ նվեր բերի, ինչև հիմա դեռ չի բերել նվեր։ Այսքան ժամանակ նայում եմ ձեր աշխատանքին եւ ցանկություն առաջացավ ինքս էլ փորձեմ, եթե իհարկե կարելի է։ Իհարկե, կարելի է, բայց ես հույսով չեմ, որ լավ դասատու կլինեմ։ Սպասում եմ։ Անկեղծ ասած, ես տնային գործերում այնքան էլ հաջողակ չեմ, բայց ինչով կարող եմ ձեզ օգնել։ Դու կարող ես փորձել երևի կտրել լավաշը։ Խնդրեմ։ Այդ մեկ կարող եմ։ Փորձիր։ Կպատմեք մի փոքր թե ամանորյա ղողանջների ժամանակ ինչ խոհեր են ձեր մոտ առաջանում։ Չեմ պատկերացնում երկուսով ինչպես կարելի է նոր տարին դիմավորել, դրա համար բոլորս միասին ենք ու բոլորս միասին նաև շատ ենք եւ այդպես ավելի հետաքրքիր է իհարկե հավաքվում ենք ամանորյա տոնական սեղանի մոտ, շնորհավորում ենք, բաժակներն ենք զարկում եւ իհարկե յուրաքանչյուրս երևի մտքում երազանք ենք պահում, թե տարին ինչ բերի մեզ համար, ես սոխ մաքրել չեմ սիրում։ Եվ մոռացա նշել, որ նոր տարվա գիշերը ձմեռ պապիկն անպայման թակում է դուռը եւ ամբարձումի եղբոր երեխաները այդ թակոցներին շատ են սպասում, որ ձմեռ պապիկը գալու է մի խոշոր տոպրակ խաղալիքներ է դնելու դռան հետևում ու իրենք բացելու են դրանք, դա էլ շատ գեղեցիկ է, երբ ուրախանում են փոքրիկները, հետո ապարել, ուրախանալ եւ այլն եւ իհարկե առավոտ ինչպես բոլոր ընտանիքներում հյուրեր դիմավորել, ճանապարհել, հյուր գնալ, շնորհավորել։
Ամանորյա պատրաստությունները ավելի են դժվարանում եւ տեղափոխվում ես նոր բնակարան։ Առավել ևս երբ անելիք ու աշխատանք շատ կա։ Բերեք։ Իրեն լավ դիմավորես, սրտաբաց դիմավորես ու ինքը կհարորապատկի, կվերադարձնի այդ ամեն ինչը քեզ, այնպես որ յուրաքանչյուր ընտանիք թող դիմավորի այս նոր տարին առած սեղաններով, լինեն առողջ, երջանիկ եւ դաշտեն պատրակները։ Մենք էլ ձեր ընտանիքին անսահման ժպիտներ ու սերն ու անսահման ժպիտներ ենք մաղթում ու սերն ու համերաշխությունը թող երբեք ձեր ընտանիքի չպակասի։ Շնորհակալություն։ Շնորհավոր Բարին ձեզ համար էլ հաջողակ լինի։ Շնորհավորում ես ուսուցում։ Նստենք եւ վայելենք մեր ավանդական կերակուրը, ճիշտ է ամանորին դեռևս ժամանակ կա, որ հնչեն զանգերը, եւ քանի որ դուք հյուրընկալվել եք մեզ, խնդրեմ վայելեք, համտեսեք եւ փորձեք տեսեք ինչպիսին է ստացվել մեր այսօրվա ուտելիքը։ Համատեղ պատրաստած։ Այո, համատեղ պատրաստ։ Սկսեցինք։ Բարև։ Օգնենք ներս։ Իհարկե։ Ինչպես ես պատրաստում ամանորին։ Ամանորը իմ ամենասիրած տոներից մեկն է, որին իսկապես յուրովի սիրում եմ պատրաստվել, ամենաշատը փորձում եմ գնումների ձևով օգնել ընտանիքին, հիմնականում մայրս է գնումները կատարում, բայց այն ինչ չի հասցրել կամ պետք է որ շատ ավելի ունենանք, ես եմ փորձում գնել, քանի որ հիմնականում առօրյա գնումներ չեմ հասցնում անել աշխատանքի բերումով, այսպես տոնական օրերին ու ամանորին հատկապես փորձում եմ ես գնումներ կատարել իմ ձեռքով, փոքր այն ինչ որ մնացել է կամ չենք հասցրել գնել, այդ եմ փորձում առնել, չգիտեմ որքանով կհավանեն տանեցիները, երազանք եմ պահում, դեպ ասեմ ամեն 31-ի գիշեր։ Հավատում ես, որ կկատարվի։ Ինձ թվում է յուրաքանչյուր ոք ինքը պիտի լինի այսպես նախաձեռնող, որ այն ինչ ցանկանում է դա կատարվի։ Ես փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի գոնե կատարվի։ 20-ից հետո այսպես սովորություն ունեմ, որ անպայման պիտի տոնածառը զարդարեմ ու ամեն տարի պարտադիր ձևով այդ մի կարևոր ավանդույթ է երևի մեր տանը, որ տոնածառը ես զարդարեմ։ Սկսես թե ամանորին ինչ գնացի հիշում եք։ Այսպես եթե խոսենք հենց ամանորի գիշերը առաջի գնացը երևի որ տարին հաջող լինի առողջություն, երջանկություն ու այսպես բոլոր իրձերի իրականացման տարի, դա առաջի գնացն է, հետո Ընտանիքի գնացը, գերության, առողջության Հակրավենի կտար։ Մարը վճարեք կասայում։ Շնորհակալություն։ Գերմանիա միշտ այնպես է ստացվում, որ դուք Բայլուս Գյումրի հաղորդման շրջանակներում միշտ դուք եք հյուրընկալում։ Այս անգամ հակառակն է ստացվել, ես եմ ձեզ հյուրընկալվել։ Մի փոքր կպատմեք, թե ինչպես եք պատրաստվում ամանորին եւ ինչպիսի տրամադրություններ կան ամանորի հետ կապված։ Շատ հաճելի է ձեզ հյուրընկալել նշեմ նախ, ամանորը իսկապես հրաշալի տոն է եւ որքան էլ որ հայերի մեջ այսպեսի կարծիք կա, որ ամանորը այնքան էլ սիրելի տոն չէ, բայց այնուամենայնիվ ես մարդկանց դեմքերից, մարդկանց պատրաստվելու ոգևորվածությունից զգում եմ, որ իրոք շատ լավ տոն է բոլորիս համար եւ նախ եւ առաջ հրաշքներով, նորի սպասումով լի տոն է եւ հենց այդ նորն էլ պետք է լինի յուրաքանչյուր անգամ այս տոնին նախապատրաստվելիս։
Գերտերենիկ, Գերմանիան միշտ ամանորին զբաղված է տոնական պատրաստություններով խոհանոցում, իսկ դուք ինչ եք անում։ Սովորաբար սպասում եմ խոհանոցային գործերի ավարտին ամանորից երևի մի ժամ առաջ, որպեսզի հնարավորություն ստեղծվի բոլորը միասին դիմավորել ամանորը։ Ես պետք է փորձեմ ինչ-որ նոր բաներ ներմուծել, հա։ Հիմա անում եք, կարծում Շատ հասարակ եւ պարզ բան պետք է պատրաստեմ ես այս նարինջից։ Իդեպ ասեմ, որ ամանորն առանց նարինջի եւ մանդարինի այդ բույրի հետաքրքիր դժվար է պատկերացնել, եւ քանի որ ամանորի համար մոմերը եւս շատ խորհրդանշական են եւ շատ գեղեցիկ, որոշեցի պատրաստել մոմակալ հենց նարինջի կեղևի միջոցով եւ բույրը կընկնի շատ հաճելի, մոմը վառվելիս եւ տեսքը շատ գեղեցիկ կլինի։ Եկար։ Երևի նույնպես ուզում եմ զգնել։ Դա շատ հետաքրքրասեր է եւ ինձ թվում է, որ այս պատրաստելու ընթացքում ինքն էլ կօգտվի կճաշակի միջուկը, որի մենք պետք է հանենք։ Փոքր բարդ գործընթաց է այս միջուկը հանելը։ Գդալի կամ որևէ այլ հարմար գործիքի օգնությամբ պետք է հանենք միջուկը։ Ինչ եք սպասում վիշապից այս նոր 2012 թվականից։ Որոշ ժամանակ առաջ այնքան միամիտ էի, որ նոր տարուց էի սպասում որոշ բաներ, հաջողություններ եւ այլն, բայց աստեղ վերջի 1-2 տարվա ընթացքում հասկացա, որ ամենաառաջինը պետք է սպասել քեզանից, հետո նոր տարուց։ Հենց որ սկսեցիր քեզանից սպասել, այդ դեպքում նոր տարին կլինի ավելի բարացակամ, ավելի կամեցող եւ հաջողություններով լի։ Թերևս ինձ համար այս տարի ամենանորը իմ երկրորդ բալիկը կլինի, ով կգա իսկապես մեծ նվեր կլինի, ով կգա ամանորից հետո, մի քիչ հետո եւ ինձ թվում է, որ ամենամեծ նվերը այս ամանորին կլինի բալիկը։ Միջուկը հանելուց հետո մենք այստեղ փորձենք նկարներ նկարել, որը պետք է հետո կտրենք։ Գերմանիայից կան այնպիսի ուտեստներ, որոնք ամեն ամանորին պարտադիր պատրաստում եք։ Առասարակ ոչ միայն ուտեստների առումով, այլ սովորությունների առումով մենք փորձում ենք այդ ամենը նոր ձևավորել, քանի որ նոր ընտանիք ենք, եւ արդեն շատ բարի ավանդույթ է դարձել սացիվի պատրաստելը։ Ամուսինս շատ է սիրում սացիվի, հավի մսով, ընկույզով, հայտնի վրացական կերակրատեսակ է, որը անպայման մեր հյուրերը ամանորի սեղանին կգտնեն եւ մեծ սիրով կճաշակեն ամեն նոր տարի։ Իմ միակ հոգսը երևի ոչ թե նախատնական գնումներն են, այլ նավերի հետ յոլա գնալը, այսպես ասած, որովհետև ինքը նախատնական գնումները գիտեմ, մի շարք դժվարություններ։ Այսինքն իր հետ ավելի շատ ջանք ու էներգիա ես վատնում, քան ասենք, չգիտեմ ինչ անելը։ 5 աշխատանքային օր աշխատելով։ Նարեն քանի տարեկան է եւ արդյոք նա գիտի արդեն ձմեռ պապիկի գոյության մասին, պատմել եք իրեն։ Նարեն 2 տարեկան է, ինքը ձմեռ պապին պապ է ասում, ձմեռը երևի ալարն է ասել։ Մի 2 օր առաջ տեսել էր ձմեռ պապին, նար ձմեռ պապի ինչ կեներ։ Տաշի, ինչ է տաշի։ Լավ պահված է ինքը։ Էլ ինչ էիր տեսել ձմեռ պապի հետ։ Մաշո, հետո։ Հետո ինչ էիր տեսել։ Ինչ։ Արջուկ։ Վախեցար թե արջուկից։ Ինքը դա պես Մաշա մուտկա ինքը շատ է սիրում նայել որոշակի դժբախտություններից մենք նմանեցնում ենք իրեն այդ Մաշային իր չարությամբ, իր աշխուժությամբ եւ ուրախալին է որ կես ուրախությամբ։ Ինքն է ձեր տան հետոսույն է։ Հա, բնական է։ Ես եւս շնորհակալ եմ ինձ հյուրընկալվելու համար
Իսկ ամենակարևոր մաղթանքս հետևյալն է, թող որ այս գալիք տարում բոլորի մոտ լինի հոգեկան խաղաղություն նախ եւ առաջ, հոգեվոր եւ նյութական պահանջմունքների բավարարվածության զգացողություն եւ եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ երազանքներն իրականացնելը շատ դեպքերում մեր ձեռքերում է եւ իհարկե զգուշացնել, որ ձեր երազանքներն իսկապես կարող են իրականանալ, դուք պետք է պատրաստ լինեք դրան։ Հավատան իրենց ուժերին եւ ավելի լավատես լինեն։ Հորատեսությունը միշտ էլ բերում է վատ արդյունքներ, ինչքան դու լավատեսական հայացքներ ունես, ավելի դրական ես նայում իրերին, իրադարձություններին ու տեսնում ես իրադարձությունների լավ կողմը, այդքան քո շուրջը լսվում է ավելի շատ դրական էներգիայով, լավ մարդկանցով եւ բարի գործով։ Տոնածար ջան, տոնածար, ինչ սիրուն ես ու պայծառ, ես ինչ լավն ես, չորս կողմդ լույս ու պայծառ։ Այս տարի որոշել եմ տոնածառ զարդարել։ Մյուս տարիներին ընդհանրապես ժամանակ, տրամադրվածություն չեմ ունեցել։ Այս տարի որոշել եմ ամանորը դիմավորել ավելի հետաքրքիր, ավելի ուրախ, որովհետև 2012 թվականը իմ տարին է, այսինքն ես ծնվել եմ վիշապի տարում, հույս ունեմ, որ նոր հաջողություններ կունենամ, չնայած 2011-ն էր ինձ համար լավ տարի, կարելի է համարել, հույս ունեմ, որ 2012-ին էլ կունենամ նոր ձեռքբերումներ, նոր հաջողություններ։ Սիրում եք ամանորյա պատրաստությունները։ Շատ եմ սիրում այս տոնը, նոր տարին, որովհետև ընդհանրապես ամանորյա պատրաստություններ այդ վերջին րոպեին, սա հասցնել, նա հասցնել եւ այլն, բայց իմ համար շատ սպասելի տոն է նոր տարին, ճիշտ է, որքան էլ որ իմ շփումը հասարակ քաղաքացիների ու ընդհանրապես ժողովրդի հետ ցույց է տալիս, որ շատերի համար սա ծանր բեռ է նոր տարին, որովհետև մարդիկ չունեն գումար, չունեն աշխատանք, չեն կարողանում, ասենք, հոգալես ամանորյա ծախսերը եւ այլն, բայց ինձ համար շատ սիրելի տոն է, շատ եմ սպասում ընդհանրապես, փոքր ժամանակ շատ էի սպասում նոր տարվան, որովհետև ավելի շատ իմ սպասելիքները կապված էին ձմեռ պապի հետ, տոնածառի հետ, ու այսօր ոնց որ հին հիշողություններ, հին երազանքներ արթնացան ու խոսեցին իմ մեջ, դեպ իմ ձեռքին գտնվող այս թյունիկը արդեն մոտ 15 տարվա պատմություն ունի, ես շատ եմ սիրում, պահպանել եմ ու հիմա էլ մեծ հաճույքով իմ այս փոքրիկ տոնածառը զարդարում եմ, շատ շքեղություն չեմ սիրում եմ այսպես նուրբ բաներով, փոքրիկ բաներով բավարարվել։ Ինչքան հաստատը սա էլ է։ Այո, դա հին շղթա է, կարող ենք միասին տոնածառը սրանով զարդարել։ Փոքրեն գեղեցիկ ստացվեց։ Իսկ ընդհանրապես հավատում եք ամանորյա հրաշքին։ Ամանորյա հրաշքները կախված են մեզանից յուրաքանչյուրից, այսինքն եթե մենք լավ ենք տրամադրված, եթե լավ ենք դիմավորում այդ տարին, ուզում ես այդ տարում, ինչ ցանկանում ես, ինչին երկար ես սպասել, որ եթե նոր տարում դա կատարվում է, ապա դա կարելի է ինչ-որ չափով նաև հրաշք, ամանորյա հրաշք համարել ու մյուս տարում, մյուս նոր տարում ամփոփել, թե ինչ ձեռքբերում ես ունեցել, ինչ հաջողություն ես ունեցել անցնող տարում ու գնահատել դա ամենակարևորը դա է, գնահատել ամեն ինչ։ Ճիշտ է, իմ սպասելիքները ավելի շատ 2012 թվականից են, քանի որ ծնվել եմ վիշապի տարում ու 2012-ն էլ վիշապի տարին է, բայց չեմ կարող չգնահատել նաև այս տարվա ունեցած իմ հաջողությունները, թե անձնական կյանքում, թե գործնական կյանքում։ Այո, անձնական կյանքում ունեմ որոշակի փոփոխություններ, հիմա էլ ունեմ որոշակի փոփոխություններ։ Ես գտա, կարելի ասել, իմ կյանքի երկրորդ կեսին, իմ կյանքի ուղեկցին, ինչի համար շատ ուրախ եմ, դա իմ անձնական կյանքի ամենամեծ ձեռքբերումն է կարելի է համարել։ Ձեր մաղթանք կային մարդկանց, ում հետ ամենաշփվում եք եւ առօրյայում եւ աշխատանքում, եւ կարծում եմ, որ նրանց համար շատ կարեւոր կլինի այն։
Մարդկանց դեմքերին ուզում եմ միշտ տեսնեմ բարի ժպիտներ, ուրախություն եւ անհոգ կյանք ամենակարևորը։ Կարևորը սեղանների զարդարանքը կամ եւ այլն չեմ համարում լեփլեցուն սեղանները։ Կարևորը երջանիկ դեմքեր տեսնելն է։ Դրանով չէ որ սեղաններով չէ որ մենք պետք է մարդկանց զարմացնենք, ավելի լավ է երջանիկ դիմավորել եւ երջանիկ անցկացնել ամբողջ տարին։ Ես իմացա, որ այսօր դուք տոնածառ եք պատրաստելու, հետաքրքիր եւ ուզում եմ տեսնել, թե ինչպես եք պատրաստում, որպեսզի գնամ տուն նաեւ ես պատրաստեմ, շատ հետաքրքիր կլինի։ Այո, որոշել ենք պատրաստել մի յուրահատուկ տոնածառ, որը նման չի լինի բոլոր տոնածառներին։ Այս անգամ որոշել ենք օգտագործել շատ հասարակ դետալներ ու պատրաստել շատ գեղեցիկ տոնածառ, կփորձենք ինչ-որ բան անել ու հուսով ենք ստացվի մեր մոտ։ Սա նորություն է մեզ համար ամենայն դեպս եւ կաշխատենք անել ամեն ինչը։ Սկսենք, հա։ Սկսենք։ Ուրեմն ունենք եղևնիներ, որը մենք այսպես ամրացրել ենք։ Կփորձենք փաթաթել Ես գիտեմ, որ դուք դեռ երկուս դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին եւ հետաքրքիր է ինչ եք սպասում այս նոր տարուց դրա հետ կապված։ Եթե ասեմ, որ հատուկ սպասում եմ, որ ասենք իմասպետը կգա հաջորդ տարին, չէ, նման սպասելիքներ չունեմ։ Ուղղակի տեսնենք ինչ կստացվի։ Ժամանակի խնդիրն է երևի, որ չեմ կողմնորոշվում, չեմ մտածում այդ հարցի շուրջ։ Կլինի հենց այնպես, ինչպես որ պետք է։ Ուղղակի ասենք ժամանակը ցույց կտա։ Քանի որ ծնվել եք ճագարի տարում, ինչ բերեց ճագարի տարին ձեզ։ Մենք երկուսս ծնվել ենք ճագարի տարում, ճագար ենք, փորձում ենք հասկանալ միմյանց եւ դա մեզ մոտ ստացվում է, քանի որ մենք միասին աշխատում ենք նույն աշխատասենյակում, հիմա փորձում ենք միասին զարդարել տոնածառը։ Եթե կարելի է ես էլ ձեզ անգամ։ Սա երևի կտեցնենք։ Քանի որ դուք կադրում չեք երևում, հիմնականում հեռուստադիտողներին կարծում եմ, որ հետաքրքիր կլինի, թե ինչով եք զբաղվում։ Մենք էլ միշտ որ գալ հեռուստաընկերություն ենք գալիս, տեսնում ենք, որ միշտ համակարգչի առաջ անընդհատ աշխատում ենք։ Գալ հեռուստաընկերությունում եմ արդեն աշխատում 3 տարի։ Հիմնական իմ աշխատանքը կապված է ճիշտ նկատեցիք համակարգչի հետ, թարգմանություններ եմ կատարում։ Թարգմանություններ փորձել եմ ուսումնասիրել մեր լրագրողների աշխատանքը, սակայն ասեմ, որ լրագրությունից ասեմ հեռու եմ բավականին։ Ուղղակի այնտեղ եմ ես անգլերեն թարգմանություններ անելու։ Շատ լավ։ Ինչով է նշանավորվում այս տարին։ Նշանավորվել։ Ճագարը, քանի որ ճագարն է։ Ճագար Հարցը Ճագարի տարին շատ լավ, շատ հետաքրքիր, շատ բուռն տարի էր ինձ համար։ Աշխատանքային առումով էլ է շատ հաջողակ, շատ գոհ եմ ճագարից։ Այս տարի շատ բուռն, շատ հետաքրքիր տարի էր ինձ համար։ Կարևորում եմ նրանով, որ ճանապարհորդել եմ, Ամերիկայում եմ եղել, նաև Թուրքիայում դասընթացների եմ մասնակցել։ Հուսով եմ հաջորդ տարի վիշապի տարին էլ կլինի նույնպես հաջողակ, կլինի շատ հետաքրքիր եւ տեսնենք ինչ անակնկալներով հանդես կգա վիշապի տարին։ Առաջարկում եմ լույսերը մարենք սենյակի, որպեսզի ավելի լավ տեսնենք արդյունքը։ Մարենք։ Ցանկանում եմ, որ վիշապի տարին բոլորին բերի այնպիսի հաջողություններ, ինչպիսին ճագարի տարին նվիրեց ինձ։ Ես էլ ավելացնեմ, որ ցանկանում եմ 2012 թվականը լինի շատ հաջողություններով լի տարի, բոլորի նպատակներն իրականություն թող դառնան, ցանկությունները նույնպես։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում ու ցանկանում եմ, որ այս նոր տարին ձեզ համար հաջողակ լինի ու իղձերի իրականացման տարի լինի եւ հուսով եմ, որ ես էլ կհամալրեմ նաեւ ձեր շարքերը եւ միասին կաշխատենք նաեւ հեռուստաընկերությունում։ Մենք շատ ուրախ կլինենք։ Մենք էլ ենք շնորհավորում ձեզ։ Շնորհակալ։
Ինչ փառանձեմ է հյուրընկալվել է հեռուստաընկերության մյուս աշխատակիցներին, այժմ ես եկել եմ հյուր Տիգրան Կասաբյանին եւ այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում նրանց ընտանիքում ամանորից մի քանի ժամ առաջ։ Ես եկա։ Բարով եք։ Ինչով եք զբաղված։ Խաղալիք եմ սարքում։ Ինչպես հասկացա, այս խաղալիքները ձեզ համար շատ թանկ են, երևի մանկությունից են գալիս, այո։ Այո, շատ թանկ են այս խաղալիքներն ինձ համար։ Թերևս Լիլիթ, այս տարին ամենահետաքրքիր տարին էր ինձ համար ու նոր տարին էլ բնականաբար լինելու է ամենահետաքրքիրը։ Քանի որ այս տարի ես էլ մենակ չեմ, ունեմ կին, մենք միասին ենք դիմավորելու այս նոր տարին։ Ես մոռացա նաև ձեզ շնորհավորել, իսկ այստեղ շնորհավորում եմ ու ինչպես գիտեմ Արևիկ ջան, անցած տարին ձեր տարին էր, ինչ կարող եք ասել անցած տարվա ունեցած ձեր հաջողությունների մասին ու ինչ եք ակնկալում 2012-ից։ Անցյալ տարին նշանավորվեց նրանով, որ ես եւ Տիգրանը կազմավորեցինք մեր ընտանիքը, մեր փոքրիկ ընտանիքը։ Հուսամ հաջորդ տարի հաջող կլինի թե մեր փոքրիկ ընտանիքի համար, թե բոլոր այն նորաստեղծ ընտանիքներին, որոնք կազմավորվել են 2011 թվականին։ Քանի որ այս տարին առաջին տարին է, երբ միասին ենք դիմավորելու ամանորը, ուստի հենց այս տարվանից էլ կսկսվի այն սովորությունները, որոնք միասին կձևավորենք։ Սկսել ենք առաջին սովորությունը ձևավորել մեր ամանորյա ծառը, տոնածառը։ Ընկեր Տիգրան, իսկ ձմեռ պապիկին հավատում եք կամ մինչև ոչ տարիքն եք հավատացել։ Իրականում իմ պարագայում, իմ մասնագիտության պարագայում դժվար է հավատալ ձմեռ պապիկին, քանի որ շատ շատերին տեսել եմ այդ շորերը հագնելով, դժվար է այլևս հավատալ։ Բայց մինչև 16 տարեկան հավատացել եմ, մինչև անձնագիրս տվեցին։ Իսկ կապ ուներ անձնագրի հետ։ Այո, վերադարձա իրականություն։ Մեր ժամանակն էլ արդեն սուղ է, կասեք թե ինչ կցանկանաք կմաղթեք մեր հեռուստադիտողներին եւ ընկեր Տիգրան մանավանդ դուք, որ ամեն օր նկարում եք։ Լիլիթ ջան, իրականում շատ դժվար է տեսնել մարդկանց ամեն օր առանց ժպիտի թրաշներ երեսներին, սև շորերով, կցանկանամ որ գալով տարի եւ նրան հաջորդող տարիները չլինեն այդպիսի իրավիճակներ, մարդիկ լինեն միշտ ժպիտներով, վառ շորեր հագած եւ շատ եմ խնդրում, որպեսզի շուկայում նորմալ դիմավորեն օպերատորներին։ Երևի թե ամենալավ ցանկություններ մանավանդ ձեզ հետ կհամաձայնեն նաև մեր օպերատորները։ Իհարկե։ Շատ շնորհակալություն, որ ինձ ընդունեցիք եւ նաև մենք էլ ձեզ ցանկանում ենք ամենալավն ու բարին։ Նորեն համեցեք։ Նորաստեղծ ընտանիք։ Պատրաստվել ամանորին, հոգ տանել բալիկների մասին եւ իհարկե լինել արժանավայել տանտիրուհի։ Քրիստինեն այս ամենի հետ համատեղում է նաեւ աշխատանքը եւ անգամ մինչեւ 12 ղողանջները չի զլանում պատրաստել իր ընտանիքի ամենօրյա եւ սիրելի աղցանները։ Շատ համեղ է սալատը, ես երաշխավորում եմ։ Այս սալատը իմ հորեղբոր կնոջ բաղադրատոմսով է։ Ուղղակի բուսայուղը պիտի լինի ավելի արվածաղիկի համ ունեցող բուսայուղ, որպեսզի այն ավելի լավ ստացվի, բայց սովորական բուսայուղն էլ չի խանգարի։ Ինչպես եք դիմավորում ամանորը եւ ինչ ավանդույթ կա, որը երբեք չեք հաղթում։ Ամանորը կդիմավորենք մի քանի ժամից։ Նախ ուզում եմ ասել, որ եւ ուզված եմ եւ բարձր տրամադրություն ունեմ։ Պիտի ասեմ, որ ավանդույթ է, հա, ինձ համար ավանդույթ է այն, որքան էլ ուզում է մտածեմ, թե ինչպես անցավ այս 1 տարին, որ 1 տարի էլ ավելացավ, 1 տարի էլ մեծացավ, ժամանակը հոսում է եւ այլն, այլ ավանդույթ է դրա հետ մեկտեղ ավանդույթ է ինձ հետ, որ ես տարին ուրախ դիմավորեմ։ Այսինքն բոլոր հոգսերը, բոլոր խնդիրները, բոլոր դժվարությունները, բոլոր գործերը թողնենք հին տարվա մեջ եւ նոր ձևով դիմավորենք։ Իսկ ինչպես է կարողանում համադրել ստուդիայի աշխատանքը եւ տան պատրաստությունները ամանորին։ Շատ հետաքրքիր կերպով։ Շատ դժվար է, ես չեմ ասի թե հեշտ է, ինձ թվում է ոչ միայն հեռուստաստուդիայում աշխատել, այլ յուրաքանչյուր աշխատող կնոջ համար դժվար է համատեղել աշխատանքը եւ դրսում եւ տանը, բայց եթե դու սիրում ես քո գործը, սիրում ես քո աշխատանքը, սիրում ես քո ընտանիքը եւ նաեւ ընտանիքում հոգսերն ես սիրում, ուրեմն ամեն ինչ համատեղելի է։ Երեխաներին բազմաթիվ անգամ տեսնել եք ստուդիայում եւ կուզենայի իմանալ թե ինչ կարծիք եք ձեր երեխաները կուզենայիք այս ոլորտում տեսնել որպես լրագրող։ Դե մեր իմ ուզենալը հա քիչ է իրենց կամքն է իրենց ցանկություններից, հեռուստաստուդիայում իրենք գրեթե ամեն օր լինում են, դե կախված նրանից որ մանկապարտեզը գտնվում է բավական մոտ եւ իրենք
սիրելով, կապվելով, հա, ոնց որ իրենց երկրորդ տուն ամեն օր լինում են, ամեն օր այդտեղ պիտի հետևեն լրագրողների աշխատանքին, ամեն օր պիտի այնտեղ մուլտֆիլմ դիտեն, չէ, Անահիտ։ Անահիտը մեջ տանն ունի իր հատուկ ամբիոնը, դա մեր վառարանն է։ Ինքը կանգնում է վառարանի մոտ, երևակայում է, որ դա հաղորդավարի իր սեղանն է, հա, եւ այնտեղից հաղորդում է վարում, չէ, Անահիտ։ Ուզում եմ իմանալ հաղորդում է, ասում է բարև ձեզ Կանայի եթերում մանկական էջն է եւ դուք դիտում եք Անահիտ Գասպարյանի պատրաստած հաղորդումը։ Անահիտ, կասես մի հատ։ Հա, Անահիտ։ Մի հատ, հա, որ շատ խնդրենք։ Կանայի եթերում մանկական էջն է։ Ձմեռ պապիկը քեզ ինչ է բերելու այս տարի, քեզ ասել են արդեն։ Պիստոլետ, կոֆտո, տանկ։ Ձմեռ պապիկս քեզ շատ սիրում է։ Ձմեռ պապիկին ես կանեմ սիրում։ Հենց կանքի։ Ինչն է քիչ։ Մեր հայրենի ազատանկախ, որ ապրել ես տարեդար, յուր որդիքը ականջում է ազատանկախ Հայաստան, յուր որդիքը ականջում է ազատանկախ Հայաստան։ Գիտեմ դուք շատ զբաղված եք եւ ժամանակն է որ մենք արդեն գնանք։ Իրոք արդեն մոտենում է ժամը եւ ես ուշանում եմ, ես պիտի Վարշավիրանոց գնամ իմ ճիշտ ասած եւ որում խնդրեմ որ ձեր մաղթանքը հղեք հեռուստադիտողներին։ Մաղթանքը ինչ մաղթանք ասեմ մեր հեռուստադիտողին, ինչ էլ որ ասեմ, շատ են ասում, շատ են մաղթում եւ չեմ ուզի կրկնված լինել։ Մենակ ասեմ, որ 2012 թվականին թող մենք ավելի քիչ առիթ ունենանք խոսելու տնական թաղամասերից, խնդիրներից, դժվարություններից, թող ավելի շատ խոսենք գեղեցիկ բաներից, թող ավելի շատ մարդկանց ստեղծագործ մտքի արդյունքը փորձենք ցուցադրել, ավելի գեղեցիկ ակնարկային նյութեր փորձենք մատուցել մեր հեռուստադիտողին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Էդուարդ Մխիթարյանին մեզ չհաջողվեց տանը գտնել։ Պարզվեց, որ երեխաների հերթական ամանորյա միջոցառումներ։ Մենք էլ հյուրընկալվեցինք եւ քանի որ նրանք էին այսօրվա հերոսները, զրուցեցինք իրենց հետ։ Այս փոքրիկները հերոստանգերության գլխավոր խմբագիր Էդուարդ Մխիթարյանի ուրախությունն են։ Շուտով նոր տարի է, իսկ մենք եղևնի չունենք։ Եկեք մտածենք։ Սիրում եմ ֆուտբոլ խաղալ եւ բաց չեն թողնում ոչ մի ֆուտբոլային հանդիպում։ Դրամբա, Դավիթ Վիլյա, Դավիթ Լուիս։ Չնայած իրենց տարիքին տղաների զբաղվածությունն այժմ մեծ է, փորձում են շախմատի գաղտնիքներն հասկանալ։ Ձմեռ պապիկներն մենեն խաղալիքներ, չիրը ջամի ճնգուս կաղի շնորհավոր է նոր տարի։ Ինձն է, նույնը պրոստը ինգ առաջինը չի շե։ Արի, ձմեռ պապի բերնը մենեն խաղալիքներ, չիրը ջամի ճնգուս կաղի շնորհավոր է նոր տարի։ Եվ այնքան հետաքրքիր է, որ այս փոքրիկ խենթուկները չեն կարող մնալ առանց մեկը մյուսի, սակայն շատ հաճախակի են վիճում։ Ես իրանից էլ ուժեղ կխաղամ։ Ես եմ մի անգամ քեզ մոտ եմ տվել։ Չես տվել։ Դու չես հիշել։ Հորանձը ինչ հետաքրքիր էր, չէ՞, ես չէի պատկերացնում, որ այս ընթացքում կկարողանայինք շատերին այցելել։ Այո, ու լավ էր, որ բոլորը հավատում էին հրաշքներին։ Դե ինչ, այս նոր 2012 թվականին բացեք ձեր սրտերը բարության, համերաշխության եւ սիրո առջև։ Թող վիշապը իր հետ բերի միայն իր չափսերին համապատասխան երջանկություն եւ 366 օր անսահման ուրախություն։ Կործանված այն մոլորակը, որտեղ հեքիաթներին չեն հավատում։ Եկեք այս տարի առհասարակ հավատանք բոլոր հեքիաթներին, որպեսզի մենք այս նոր տարում հանկարծ չկործանվենք։ Եվ թող 2012 թվականի դարպասներից այն կողմ երկնակամարից ցած իջնեն երջանկության փաթիլները, եւ թող բոլորիս աչքերն արտացոլեն անկեղծ սիրո անշեջ հուրը։ Դե ինչ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։